Դրեմ առաջին հարցը Civic AM. Շնորհակալություն, պարոն Ժան-Նոել Պարո, նախարար Միրզոյանը հիշատակեց երկու երկրների միջև հարաբերությունների ըստ էության ռազմավարական բնույթը։ Դուք էլ շեշտեցիք մեր երկրների հարաբերությունների աննախադեպ բարձր եւ լավ մակարդակի մասին։ Ցանկանում եմ պարոն նախարար ճշտել ձեր երկրի դիրքորոշումն այդ կապակցությամբ, արդյոք կողմերը Հայաստանի եւ Ֆրանսիան պատրաստ են հարաբերությունները տեղափոխել ռազմավարական գործընկերության մակարդակ եւ այդ համատեքստում ինչպես է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը կամ ազդեցությունը տարածաշրջանում, որովհետեւ օրեր առաջ ձեր տեղում կանգնած էր ՌԴ ԱԳ-նախարար Սերգեյ Լավրովը, որը անդրադառնալով զենքի գնմանը ուշադրություն հրավիրեց ձեր երկրի եւ Ռուսաստանի Դաշնության միջև բարդ հարաբերություններին, ըստ էության անվանելով թշնամական, եւ ինչպիսին կլինի Ֆրանսիայի դերը ՌԴ կողմից հնարավոր ռիսկերը կառավարելու առումով ու դուք ինչ հետաքրքրություններ ունեք Հայաստանում կամ ինչ ակնկալիքներ ունեք այդ առումով Հայաստանից։ Շնորհակալություն հարցի համար։ Մեր երկու երկրների միջև եւ մեր երկու ժողովուրդների միջև արդեն մեծապես ռազմավարական է, հաշվի առնելով բոլոր այն համագործակցությունները, որ քիչ առաջ հիշատակեցի եւ որոնք թե աջակցություն են ենթակառուցվածքներին, ջրի ցանցին օրինակ կամ շարժունակությանը մինչև տեխնոլոգիաներին իդեմիա կազմակերպության ժամանումով, ինչպես նաև մի շարք ծրագրեր ու նախագծեր, որ իրականացնում են ֆրանսիական համայնքները, որոնք մեծապես կարժևորվեն մեկ շաբաթ անց ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսի ժամանակ։ Իդեպ այս առումով ուզում եմ նշել, որ Տիկին Ֆլորանս Պրովանդիի ներկայությունը ինձ հետ այստեղ այս պատվիրակությունում, որ իմ նախարարությունը դիմել է նրան աննախադեպ ձևով պաշտոն ունենալու, որպեսզի երկու կողմի ֆրանսիական եւ հայկական ասոցիացիաները, համայնքները, տարբեր կազմակերպությունները համատեղ եւ բոլոր մակարդակներում կարողանան համագործակցել։ Բացի այդ, իմ պաշտոնակից Արարատի հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնելու, նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև նախատեսելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում նաև պաշտպանության ոլորտում։ Ինչ վերաբերում է պարոն Լավրովի խոսքերին, ես կթողնեմ, որ ձեր նախարարը պատասխանի, պարզապես ես կուզեմ նշել, որ այս վերջին օրերին ինչը տեսել ենք Ուկրաինայում, այսինքն ամենադաժան հարձակումներից մեկը Ռուսաստանի ագրեսիայից ի վեր Ուկրաինայում մեր կողմից մենք ունենք հստակ ուղերձ, մենք ցանկանում ենք խաղաղություն եւ որպեսզի խաղաղությունը հնարավոր լինի, նախ եւ առաջ պետք է որ հրադադար լինի, որը հնարավորություն կտա բանակցություններ, պատշաճ բանակցություններ իրականացնել, որոնք կերաշխավորեն, որ այդ բանակցությունների ավարտին արդար եւ շարունակական խաղաղություն հաստատվի, սա մենք ցանկանում ենք մեծապես, Ուկրաինան պատրաստ է դրան, քանի որ արդեն 3 ամիս է մոտավորապես, որ համաձայնել է 30 օրվա հրադադարի առանց նախապայմանների, այժմ Ռուսաստանի հերթն է ցույց տալու, արդյոք ցանկանում է շարունակել իր պատերազմը, թե պատրաստ է բանակցությունների։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։